Խոսեցիք սպորտում կատարած ձեր ներդրումներից, ֆինանսական ինչ ներդրումներ եք կատարել, ինչքան աջակցություն եք տրամադրել, սակայն հոկտեմբերին օրինակ սպորտային մանրամասնության թիմի գլխավոր մարզիչը նշել էր, որ գումար չլինելու պատճառով սպորտային մանրամասնության երիտասարդական թիմը չի մասնակցի աշխարհի առաջնությանը։ Սրան զուգահեռ նաև ցանկանամ նշել, որ օրինակ վերջերս մեր ըմբիշներից մեկը իր հարցազրույցներում նշեց, որ որոշ մարմնամարզիկներ, որոնք ֆինանսական խնդիրներ ունեն, բայց Հայաստանը չեն ներկայացնում միջազգային ասպարեզում, ֆինանսական խնդիրների պատճառով նաև մարզումների չեն գալիս, ինչի պատճառով մենք ունենում ենք երկու գլխավոր խնդիր։ Առաջին հերթին մենք կորցնում ենք պոտենցիալ ունեցող մարզիկների եւ երկրորդ հերթին այն մարզիկները, որոնք Հայաստանը ներկայացնում են միջազգային ասպարեզում, որոշ լինում են դեպքեր, երբ մարզումների են գնում, սակայն մրցակից չեն ունենում, ում հետ պետք է պարապեն։ Այս մասով ինչ է մտածում նախարարությունը։ Սպորտի ֆինանսավորումը պրոֆեսիոնալ սպորտի, մեծ նվաճումների սպորտի մասին է խոսքս, շարունակաբար ներդրում պահանջող գործընթաց է եւ կառավարությունը շարունակաբար մեծացնում է այդ ներդրումը 26 թվականի համար մենք ունենք շուրջ 500 միլիոն դրամով ավել ֆինանսավորում ֆեդերացիաներին տրվող աջակցության չափում եւ վերջին տարիներին կառավարությունը փոխել էր նաեւ մի շատ կարեւոր կարգ, որը վերաբերում էր ուսումնամարզական հավաքների կազմակերպման գործընթացին ու մասնավորապես այդտեղ արկա օրապահիկի գիշերակացի չափին, որը սահմանված էր 9800 դրամ եւ տասնյակ տարիներ չէր փոխվել, այնինչ ակնհայտ է, որ մարզիկի համար լավ մարզավիճակում լինելու պարագայում կարևոր է նաեւ սննդակարգը, ճիշտ սննդակարգը եւ միայն ճիշտ սննդակարգի կազմումը ինքը բավականին ռեսուրսատար է եւ մենք արդեն 2 տարի է, որ կառավարության կողմից փոխեցինք նաեւ այս սահմանաչափը եւ սահմանեցինք 16300 դրամ, որը հիմնված է հենց այդ աշխատանքի վրա, այսինքն կազմված է ճիշտ սննդակարգ, հաշված է այդ սննդակարգի արժեքը, դրան գումարված են նաեւ այլ ծախսերը եւ այդպես արդեն 1 օրվա արժեքը իրատեսական է եւ բխում է կոնկրետ մարզիկների կարգավիճակում եւ մարզավիճակում պահելու անհրաժեշտությունից։ Ինչ վերաբերում է սպորտի ֆինանսավորման ավելի լայն առումով, ես պետք է ասեմ, որ այստեղ մենք համատեղ աշխատանք ունենք անելու։ Այս տարի Մարմնամարզության ֆեդերացիան լրացուցիչ ֆինանսավորում նույնպես ստացել է ավելի քան 20 միլիոն դրամ, բացի տարեկանային ֆինանսավորումից, որը տրվել է տարվա սկզբում, եղել է նաև մասնավորի կողմից աջակցություն այդ ընթացքում եւ Մարմնամարզության ֆեդերացիան մասնակցել է բոլոր այն միջոցառումներին, որոնք իր կողմից ներկայացված են եղել պետությանը որպես կարևոր միջոցառումներ եւ ես սա ասում եմ պատասխանատվությամբ, որովհետեւ բոլոր միջոցառումները, որոնք ներկայացվել են ֆինանսավորման համար, դրանք ֆինանսավորվել են։ Ինչ վերաբերում է նրան, որ միտեղ 10 հոգու փոխարեն 20 մարզիկ գնա ավելի լավ կլինի, որ բացի այս տարիքային խմբից եւս մի տարիքային խումբ գնա ավելի լավ կլինի, իհարկե լավ կլինի, բայց եթե մենք օրինակ մարմնամարզության մասին ենք խոսում, առաջին հերթին պետք է խոսենք այն մասին, մենք ինչ ենթակառուցվածք ունենք մարմնամարզությամբ զբաղվելու։ Հիմա գիտեք, որ կառավարությունը շատ մեծ ծավալի ներդրում է անում Ալբերտ Ազարյանի նոր դպրոցը, մարզադպրոցը կառուցելու համար քաղաքապետարանի գործընկերների հետ ավելի քան 2 միլիարդ դրամ է դրան հատկացված։ Մենք հիմա ավարտում ենք Հրանտ Շահինյանի անվան գեղարվեստական մարմնամարզության դպրոցի նոր շենքի կառուցումը, կարծում եմ եկող տարի արդեն կկարողանանք սաներին ընդունել։ Եվ գիտեք, մեր երկրում 27 թվականին պլանավորված է նաև մարմնամարզությունից Եվրոպայի առաջնության անցկացումը, որի համար նույնպես զգալի միջոցներ են հատկացվում, եւ սա նաև ձևավորելու է այն ենթակառուցվածքը, որը սպորտի զարգացմանն է ծառայելու։ Սա շարունակական աշխատանք է եւ պետք է մեր սպորտի ոլորտն էլ այդ աշխատանքը իր ծրագրերի եւ զարգացման ծրագրերի համեմատ կազմի։ Շնորհակալություն։